Մի քիչ առաջ մի տեսանյութ դիտեցի, որտեղ անհետ կորած զինվորի մայրը, որը միշտ գնում է այդ նույն եկեղեցին, որտեղ եղել է մի քանի օր առաջ եկեղեցի պղծողը։ Կինը ասում էր, որ չի կարող այդ եկեղեցի մտնել, մինչև չմաքրվի, որովհետև ինքը ամեն կիրակի գնում է այդ եկեղեցին, աղոթք է անում, որ իր որդին գուցե մի օր հայտնվի։ Ու տակի մեկնաբանություններն եմ նայում, որտեղ այդ կնոջը ասում են, եկեղեցի ես գնում, բայց անեծք ես տալիս, եկեղեցի ես գնում, տիկին ջան, բայց մի հատ քո անեծքներին նայ։ Դուք հաշիվ տալիս եք, ինչ եք խոսում, ում եք խորհուրդ տալիս։ Նիկոլն էլ մարդ է, իբր մարդ է գտե, ինքն էլ մարդուն անիծում, ինքը մարդ չի անիծում, ինքը հրաշներին է անիծում ու ճիշտ է անում։ Ոչ մի գրամ ապրումակցում, որդի է կորցրել, հասկանում եք, որդի։ Ու դուք մտել եք կոմենտներ եք գրում, որ չանիծի։ Խելքներդ գլուխներդ հավաքեք կամ էլ նստեք ձեր ճաշերը եփեք ու չհամարձակվեք հաջորդ անգամ ցավացող զոհվածի մորը խորհուրդն էլ տալ կամ ձեր կեղտոտ բերանը բացել նրանց մասին։ Ուրեմն իմացեք, որ ես եւ ինձ նման մարդիկ էլ են միանում այդ անեծքներին, որ երբեք կյանքում իմ բերանից անեծք դուրս չի եկել ու ես նույնիսկ մտքիս մեջ ոչ մեկին պատը չեմ ցանկացել, այո, իրենց ցանկանում եմ։ Այդքան բարի չեմ կարող լինել, կներեք։ Այդ ոնց եղավ, որ ձեր ընտրյալը կարող է այս արհավիրքը բերել, այս ամեն ինչը անել, դուք կարող եք անիծել, բայց մայրը չի կարող։ Դուք նմանվել եք ձեր ընտրյալին։ Իսկական մանիպուլյատորներ եք, նողկալի ստոր մանիպուլյատորներ։ Եվ առհասարակ զոհված զինվորների ծնողներին վիրավորող, անիծող ժողովուրդ։ Դուք ձեր կյանքում ոչ մի լավոր չեք տեսնելու ու ես դա ուղղակի զգուշացնում եմ, ոչ թե ցանկանում։ Իհարկե այն ծնողներին, ովքեր դեռ այնքան չեն կորցրել իրենց, որ գնան դրա պատճառը հանդիսացողների կողքին կանգնեն։ Տիկին Ասիա, դուք Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում եք, այստեղ Ուրեմն ես ներկայանամ 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքով անհայտության մեջ գտնվող իսրայելյան վարուժանի մայրն եմ։ Ու այսօր այն չարիքը, ով որ հենց մեղավորն է իմ երեխու անհայտացման միջև օրս, որ ես 5 տարի ման եմ գալի, բազմիցս հանդիպել եմ իրեն, այսօր այստեղ է եկել բղծի այն միակ տեղը, որտեղ ես 5 տարի մշտական մխիթարանք եմ առել, որտեղ որ 5-6 տարի առաջ չոք աղերսել եմ, բոլոր դուրս եկող հավատացյալները կվկայեն, որ ես տեղի հավատացյալ եմ եղել։ Ստոր, անիծվես դու քո 7 պորտով անիծվես։ Մեկը որ եկեղեցին էլ գնաս քո մեղքը այնքան շատ է, դու չես մաքրվելու, դու պիղծ ես, դու սատանա ես։